Հրապարակ թերթը գրում է, գրել էինք, որ նախօրեին ուշ երեկոյան աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը։ 3 ՍՏՄ խոսնակը հաստատել է մեր լուրը, նշելով, որ դիմումը գրվել է ուշ երեկոյան եւ մանրամասներ չի հաղորդել, թե ինչու է նշանակումից մոտ կես տարի անց Դանիելյանը հեռանում կառույցից։ Նա ՍՏՄ ղեկավար դառնալու ցանկություն ուներ դեռևս 2022 թվականից։ Դանիելյանը նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանի մտերիմն է։ Մեր աղբյուրները Արմեն Դանիելյանի ազատման պատճառների մասին ասում են, որ կառույցում իրականացված ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես ծառայողական մեքենաների վարելիքի հետ կապված եւ հնարավոր է անգամ քրեական վարույթ նախաձեռնվի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում։ Բանն այն է, որ ըստ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների Փաշինյանը պատրաստվում է գիշերել Մոսկվայում եւ հետնաբեմում արտաքին քաղաքական հարցերը փորձելու լուծել։ Մասնավորապես փորձելու է Մոսկվայի եւ Կրեմլի վստահությունը նորից շահել։ Հրապարակ թերթը գրում է, ԿՊԱ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո հիվանդանոցում սպասողական իրավիճակ է։ Կրքերը թեև հանդարտվել են, սակայն մեզ հասած տեղեկություններով Զեյնալյանին կոլեկտիվը շուրջ 2 շաբաթ գրեթե չի տեսել։ Նրա հայտնությունը կոլեկտիվում տեղի է ունեցել 3, նա շրջել է բաժիններով։ Մեզ ասացին գույքագրում է ունեցած-չունեցածը, լսում կոլեկտիվի բարձրացրած հարցերը, ակնկալիքները։ Մենք տեղեկացանք նաև, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նոր փոխտնօրեն է նշանակվելու Դավիթ Մելիք Մունուբարյանը, որը մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի տնօրենն է։ Հրապարակ թերթը գրում է, շաբաթ օրը Սյունիքի մարզի Գորիս համայնքում Սյունիքի մարզպետի գավաթ անվանումով բասկամարտի առաջնություն է անցկացվել եւ առաջնության հաղթողները դրամական պարգևներ են ստացել։ Իր պատվին կազմակերպված միջոցառմանը ներկա է եղել նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Հաղթողները պարգևատրվել են։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանն իշխանական հիերարխիայում է ոչ է թելադրում։ Նա մորուք է պահում, բոլորը դառնում են մորուքավոր։ Կեպի է դնում, սկսում են մյուս պաշտոնյաներն կեպի կրել, վարչապետի գավաթ մրցաշարերն էր անում, հիմա էլ դա է դարձել թրենդային։ Երևանի քաղաքապետի գավաթ են կազմակերպում, բռնցքամարտի մրցաշար անգամ Սյունիքում են մարզպետի գավաթ կազմակերպում։ Մեզ ասացին, որ մարզպետի գավաթ մրցաշարն անցկացնելու առաջարկը Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանինն է եղել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ԿՊԱ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործողումների խրախճանքն ապահովել։ Պաշտոնական աղբյուրներից Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի գարնան եւ ամռան ընթացքում Հայաստանի ազգային ժողովի մի շարք իշխանական պատգամավորներ կգործողվեն արտասահման մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։ Նրանց գործողումները կազմակերպվում են պետական բյուջեի հաշվին, սակայն ինչպես արդեն ընդունված է դարձել վերջին տարիներին այս աշխատանքային այցերում անդիմադիր պատգամավորները ներկայացված չեն, ինչը լուրջ հարցեր է առաջացնում թե ներքաղաքական հավասարակշռության, թե հաշվետվողականության առումով։ Եվ այսպես մայիսի 14-ից 16-ը Ռիգայում Լատվիա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին կմասնակցի ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, մայիսի 11-ից 14-ը Փարիզում կայանալիք ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին կմասնակցի Վլադիմիր Վարդանյանը։ Իսկ նույն քաղաքում մայիսի 11-ից 13-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին Ռիփսիմե Գրիգորյանը։ Հռոմում Իտալիա հունիսի 4-ից 7-ը կայանալիք կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ՀՀԿ տարածաշրջանում համաժողովին Հայաստանը կներկայացնի պատգամավոր Լիլիթ Մինասյանը։ Ապրիլի 27-ից 28-ը Արսեն Թորոսյանը որպես առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ մասնակցել է վարչապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցին Էստոնիա։ Իսկ ապրիլի 28-ից մայիսի 1-ը Վալենսիայում անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցություն 2025 համագումարին կմասնակցեն Սարգիս Խանդանյանը եւ Մարիա Կարապետյանը։ Հրապարակ թերթը գրում է, արդեն 2 շաբաթ է քաղաքապայմանագիր կուսակցությունը վարչության նիստեր չի անում։ Ոչ նախորդ շաբաթ, ոչ նախորդին վարչության նիստերի մասին ոչինչ չեն տարածել։ ԿՊ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե քվորումի խնդրով պայմանավորված նիստեր չեն արվում։ Վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից գործողումների անվան տակ վոյաժների մեջ են։ Սակայն թիմում ոմանք չեն բացառում, որ Փաշինյանն առայժմ քննարկելու բան չունի թիմի հետ, հատկապես որ դեռևս ինքն էլ չի կողմնորոշվում, ինչ անել մայիսի
հունիսի 9-ին։ Ռուսաստանի Դաշնությունն արդեն հաստատել է Հայաստանի մասնակցության մասին, ինչպես նաև հայտարարել է, որ ակնկալում է Հայաստանից նույնպես մի ռազմական ստորաբաժանում կմասնակցի շքերթին, ինչպես Ադրբեջանի դեպքում է որպես հաղթանակը կերտած հանրապետության մասնակցություն։